Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 2-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս այդ օրը ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 2-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կարող եք շարժանալ քնից, մնալ քնած կամ հենց ուղղակի երկար եք ցանկանում քնել։ Նաև ոմանց համար ինտիմ հարաբերություններ է դա։ Հաջողություն ունեք այդ օրը յուրաքանչյուր գործերում, գումար կամ կստանաք կամ նաև կծախսեք, այստեղ կարող է երկուսն էլ լինել, գալ եւ գնալ։ Հեռախոսազանգ ունեք եւ տատանվում եք, ծանրութեթև եք անում, գուցե նաև ընտրության առջև եք կանգնած լինելու երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 2-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը սպասման մեջ եք լինելու, այստեղ առավոտյան սպասում եք, երեկոյան ինչ-որ մի տեղ եք մնալու երկար եւ էլի ժամը ձեզ համար կարեւոր է։ Միգուցե ժամ էլի պայմանավորվեք, էլի գնաք ինչ-որ մի տեղ, այնպես արեք, որ չուշանաք։ Այնտեղ ինչ-որ մի բան է, անընդհատ սպասման մեջ եք, կանգնած եք, կամ ինչ-որ մի բան է կանգնած, սպասում եք, որ գա կամ պատասխանն իմանաք։ Ինչ-որ մի բան է այդ օրը։ Նաև նայեք ձեր լուսնային կամ ասցենդենտի նշանը, որը լիարժեք հասկանաք, ես ինչ է, ում եք սպասում։ Գուցե ձեր տղային եք օրինակ սպասում բանակից, հա, ամբողջ օրը այդպես սպասման մեջ եք, մինչև օրինակ, չգիտեմ, ժամը քանիս է։ Ինչ որ կարևոր մի բան է երևի, թե որին այդպես երկար սպասում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։
Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 2-ին։ Սա Իրանը չի։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ միտեղ եք երկար մնալու, գնալու եք այնտեղ մնաք, կամ սպասում եք, կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ մի բան է կանգնած, տատանվում եք, գուցե ինչպես անեք, որ այն առաջ գնա, ծանր ու թեթև եք անում ինչ-որ մի հարց, ընտրության առջև կանգնած կլինեք, մտքերի մեջ եք բավականին շատ և առավոտյան և երեկոյան, օրվա ընթացքում ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի և հանկարծակի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 2-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ձեր գործերը առաջ կմղեք, ինչքան հնարավոր է առաջ կտանեք, ամենայն դեպս դա լավ տանում եք առաջ, հույսով եք, հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, օրվա ընթացքում գումար կստանաք, նաև ոմանք էլ գումար կծախսեն և հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 2-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը առավոտյան ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, նաև երկար սպասված ոչ նամակ կստանաք, տեղ եք ատվություն, հնարավոր է ինչ-որ փաթեթ է կամ փաստաթղթեր են, որոնք կարևոր են ձեզ համար, ճանապարհ եք գնալու, կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ, սեղանի շուրջ եք նստելու և հետո կմտածեք ինչ-որ բաների մասին կամ ինչ-որ մեկի մասին, մտքերի մեջ կլինեք հետո։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 2-ին։ Հարգելի կույսեր, առավոտյան գորգռում եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի համար, օրվա ընթացքում հաջողություն ունեք յուրաքանչյուր գործերում, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան կամ կհանդիպեք պետական աշխատողի հետ, որտեղ պետական հիմնարկությունել եք գնալու կամ գուցե զանգում եք, խոսում եք իրենց հետ, համենայն դեպս ինչ-որ մի բան է այստեղ, կամ նաև հարցազրույց է աշխատանքի մասին, ինչ-որ մի բան է աշխատանքի թեմայով։ Երկար սպասված ոչ է նամակ կստանաք, փաթեթ կամ ոչ է փաստաթղթեր են։ Եվ ինչ-որ մի բան է ուշանում, փակ է, դեռևս փակ է, դեռևս պետք է սպասեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 2-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա եւ ձեր յուրաքանչյուր ոլորտ դա կարող է լինել, որ առաջ է գնում, զարգանում է, ձեր տրամադրությունը կբարձրանա, ինչ որ մի բան, ոնց որ լավ բան տեղի կունենա եւ կզգաք, որ դա առաջ խաղացում էր, հարաբերությունները կարող են լինել, աշխատանքը, յուրաքանչյուր ոլորտ, առողջությունը։
Կամ նոր հույս է ձեզ մոտ առաջանում այստեղ, հույսով եք լցվում, կամ հույսն այդ դնում եք ինչ-որ մի բանի վրա, ինչ-որ մեկի վրա։ Եվ այստեղ ոչ մի բան է կանգնած, կամ դուք եք ինչ-որ միտեղ երկար սպասում, կանգնած եք, օցերի պատճառով։ Իրենք ինչ-որ մի բան չեն ուզում անեն, կամ դանդաղ է, չեն անում, իրենք եւ դրա համար ոչ մի բան առաջ չի գնում։ Եվ այստեղ երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, հնարավոր է նաև փաթեթե կամ ոչ է փաստաթղթային հարցեր են։ Օրվա ընթացքում կարող եք վիճել ձեր սիրելի մարդկանց հետ, ձեր ընտանիքի անդամների հետ, ձեր երկրորդ կեսի հետ։ Միգուցե աշխատանքի համար է, աշխատանքի հետ կապված ոչ է հարցեր կան։ Նաև ոմանք ընդունվեն աշխատանքի հարցազրույցի կգնան կամ պետական աշխատողի հետ կհանդիպեք։ Կամ այդ օրը ուղղակի այդպես ավելի շատ աշխատանք կունենաք, քան մնացած օրերը։ Նաև եթե ովքեր պատվերով են աշխատում եւս, այդտեղ կարող է ավելի շատ պատվերներ ունենաք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Կարիճները կույսերի հետ ինչ-որ հարցեր պիտի ունենան։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 2-ին։ Վեճ է, սա երևի թե վեճ է կույսի հետ։ Հարգելի կարիճներ, այդ օրը վիճել եք ինչ-որ մարդկանց հետ։ Նաև երկար սպասված ոչ է փաստաթուղթ կարող եք ստանալ, փաթեթ կամ նաև ինչ-որ մեկից նամակ։ Բայց փակ է դա գալու է եւ իմանալու եք փակ է։ Դա կարող է լինել, ոնց որ չի շարունակում խոսել, օրինակ, եթե սիրային թեմա է, այստեղ ոնց որ հետադարձ գրում է, օրինակ, ինչ-որ մի բան, որը դες կարող է դուր չգալ։ Որովհետև կամ ժամանակին դուք եք գորգռացել, հիմա արդեն էլ չեք կարող այդ հարցին լուծում տալ։ Այսինքն սպասում եք ինչ-որ մեկին։ Այստեղ նաև կարող է լինել, օրինակ, փաթեթը, եթե փաթեթ է եւս։ Այստեղ կարող եք գորգռալ նաև եւ որովհետև սխալ փաթեթ կա, երկար եք սպասել։ Եվ որվա ընթացքում ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, սա նաև վատ լուր է նշանակում, հանդիպում, շփում որևիցե տղամարդու հետ, տարեց անձնավորության կամ պետական աշխատող է, եւ մտքերի մեջ կլինեք, կմտածեք բավականին շատ ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին, նաև ժամը ձեզ համար կարևոր է, կամ երեկոյան ինչ-որ մեկի հետ եք պայմանավորվելու, որպեսզի հանդիպեք, կամ երեկոյան ուշ եք գալու տուն, կամ ընտանիքի անդամներից ոչ մեկն է ուշ գալու տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 2-ին։
Հարգելի աղեղնավորներ, ինչ որ աղեղնավորների մոտ ինչ-որ բաներ է կատարվում անձնական կյանքում կարծես թե։ Այդտեղ առավոտյան գոռգռում եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի համար։ Օրվա ընթացքում տատանվում, հուզվում եք նաև, մտքերի մեջ եք, միգուցե նաև արտասվում եք։ Այստեղ ոչ է նամակ կամ կստանաք կամ դուք կգրեք նամակ, սպասում եք ոնց որ թե որ պատասխանեն, հեռախոսազանգ եք անում, միգուցե փակ է չեն վերցնում, կամ նամակը գրել եք չեն պատասխանում, հետո հեռախոսով եք զանգում, եւս էլի չեն պատասխանում, ինչ որ մի բաներ են այստեղ։ Խոչընդոտներ կան կամ փաստաթղթի հետ է դա կապված, միգուցե փաստաթուղթ եք ստանում եւ զանգահարում եք, հետ չեք կարողանում միանալ կամ արդեն ժամը ուշ է կամ տվյալ մարդն է զբաղված, ինչ որ պահեր են այստեղ։ Եվ նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե պետական աշխատողի հետ։ Դա կարող է լինել բժիշկ, դա կարող է լինել նաև յուրաքանչյուր այստեղ թեկուզ ոստիկան։ Այսքանը ձեզ համար։ Դա կարող է լինել նաև ինչ որ տղամարդ, ում հետ կարող եք այցելել նաև պետական հիմնարկություն իր համար կամ մի խոսքով ինչ որ բան է, որ երեկոյան է լինելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 2-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը առավոտյան երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, շրջապատել են ձեզ, նաև ոչ է լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, այլ լավ լուրը կարող է լինել ոչ է նամակագրական կապի միջոցով, նաև կարող է լինել ոչ է փաստաթղթի միջոցով, այնտեղ կարող է լինել այդ լավ լուրը, որը որ ձեզ պետք էր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 2-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը
ինչ որ մի բանից կարող եք նեղվել կամ ինչ որ մեկից կարող եք նեղվել, միայնության զգացումը, ինչ որ տխրություն է, հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, կտրուկ ոչ քայլ կանեք, անսպասելի որոշում կկայացնեք ձեզ համար, կամ ոչ ինչ որ բան կլինի ձեզ հետ, կտրուկ այսպես անսպասելի։ Սեղանի շուրջ եք նստելու, կամ օրինակ սեղանի շուրջը կարող է այդպես չպլանավորված էր, ինչ որ մեկին եք հանդիպում, ու միանգամից որ գնում եք նստելու, դա էլ է հնարավոր։ Եվ երեկոյան կարող եք մտածել ինչ որ մեկի մասին, կամ օրինակ ինչ որ բանի մասին, կամ վերլուծեք ամբողջ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 2-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը շատ աշխատանք կունենաք, ոմանք կընդունվեն աշխատանքի, այստեղ կարիերայում բարձրացում է, միգուցե ինչ-որ բան են ձեզ առաջարկում, տատանվում եք աշխատանքի հետ կապված, նաև այստեղ կարող է լինել պետական աշխատողի հետ հանդիպում, միգուցե ինքն է ձեզ ինչ-որ մի բան առաջարկում և տատանվում եք, համենայն դեպս կարիերայում փոփոխություն ունեք, բարձրացում ունեք, այստեղ կարող է ինչ-որ նաև պահեր են, որ նշում եք, կարող է իրոք ինչ-որ պաշտոն է, որը նշում եք այստեղ, ամենայն դեպս սեղանի շուրջ եք նստելու հետո, այդ ամենից հետո, կամ շատ լավ մեծ պատվեր եք ունենում և տատանվում եք, թե ինչպես պետք է այդ պատվեր օրինակ հասցնեք անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։